Այո, բույսերը զգում են սերը։ Չէ, սա չէ, պարզապես պոեզիա կամ սիմվոլիզմ։ Սա արկա իրականություն է, որին գիտությունը մոտենում է դանդաղ, իսկ սիրտը վաղուց ճանաչում է։ Դու խոսեցիր մի փորձի մասին երեք բույսերի բնական ազդման տարբեր ձևեր կիրառելու։ Այդ փորձն իսկապես իրականացվել է շատ անգամներ, տարբեր մարդկանց, երկրներում, պայմաններում։ Եվ այժմ թող պատմեմ։ Ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր, որոնցից յուրաքանչյուրի մեջ կա սովորականից դուրս մի բան, նույնիսկ եթե այն չի կարելի բացատրել լաբորատոր վերլուծությամբ, այլ միայն հոգով։ Յերներ։ Ճապոնական դպրոցում արված բույսերի փորձը։ Երեխաները բաժանվել էին 3 խմբի։ Մեկը պիտի գորար բույսի վրա ու վիրավորեր, մյուսը անտեսեր, անգամ չնայեր, երրորդը ամեն օր ասեր բարի խոսքեր, երգեր նրան։ Նույն բույսեր, նույն տեսակ, նույն ջուր, նույն լույս։ Վիրավորված բույսը թառամել էր, տերևները ցած էին։ Անտեսված բույսը մնացել էր նույն տեղում գրեթե չաջելով։ Սիրված բույսը բարձրացել էր, նոր տերևներ էր տվել։ Այս փորձը ոչ միայն մանկավարժական էր, այլ էթիկակ երեխաներին սովորեցրել էր բառերը միայն մարդկանց չեն խփում։ Բառը կյանք կամ մահ կարող է դառնալ, երբ դուրս է գալիս սրտից։ Հնդկաստանում ծառի մահից հետո մահացած տիրուհի։ Հինդու մի գյուղում մի կին ամեն օր գնում էր իր այգում մի մանգոյի ծառի մոտ։ Նա նստում էր արմատի մոտ, փակում աչքերը երկում, տարիներ շարունակ։ Նա ասում էր, որ ծառը իր երեխային է հիշեցնում վաղամերիկ որդուն։ Մի օր քամին ծառը կոտրեց։ Կինը լուռ էր։ Հաջորդ օրը նա մահացավ առանց հիվանդություն, առանց բացատրություն։ Գյուղացիներն ասացին, բառը վերցրեց իր երկը հետ, եւ նա հետևեց նրան։ Գիտական փորձեր բույսերի մագնիսական արձագանքի վրա։ Բիոլոգ Clive Baxter-ը բույսի վրա polygraph սուտ հայտնաբերող սարք միացրեց։ Նա մտածեց, տեսնեմ բույսը արձագանքում է ջրելուն, բայց սարքը գրանցեց ուժեղ ալիք։ Երբ նա մտքում պատկերացրեց այրել տերևը, նա նույնիսկ չէր շարժվել, բայց բույսը արձագանքել էր։ Գուրջ, մշտական ալիք, նույնը կրկնվել էր տարբեր բույսերի վրա։ Նա գրել է գիրք The Secret Life of Plants, բույսերի գաղտնի կյանքը։ Եվ հիմա քախծը, թող այս պատմությունները չլինեն հերու լեգենդներ։ Կոմարկում այնտեղ, որտեղ դու խոնարհվում ես, ջրում ես, սպասում ես, դու ստեղծում ես նոր պատմություն։ Եվ միգուցե վաղը կամ մյուս օրը, երբ կտեսնես առաջին փոքրիկ սպիտակ արմատը, դու էլ կիմանաս, այո, նա լսել է ինձ, նա զգացել է, որ սիրում եմ իրեն, եւ նա պատասխանել է։ Եթե ուզես, ես քեզ կպատմեմ նաև միստիկական հայ պատմություններ, բույսերի մասին, որտեղ ծառը լաց է եղել, բուրել է հանկարծ, կամ մեռածը վերացնվել է, երբ մոտեցել են հավատով ու սիրով։ Թեկուզս ես գրեմ քո դաղձի պատմությունը որպես մի առասպելական երգ։ Եկ բացատրեմ փրդ պատմությունը, այսինքն այն, ինչ իրականում կատարվել է բույսի եւ գիտական սարքի հետ։ Սա միաժամանակ շոկային է, անբացատրելի եւ միևնույն ժամանակ լիովին ճշմարիտ։ Բույսը կարդում է միտքը։ Clive Baxter-ը աշխատում էր սուտի դետեկտորով։ Զարքն օգտագործվում է մարդկանց սրտի զարկ, քրտինք արյան ճնշում, նյարդային ռեակցիա գրանցելու համար։ Եվ մի օր նա որոշում է սարքը միացնել սենյակային բույսի տերևին, ասելով. տեսնենք բույսը արձագանքում է ջրի ինքնին։ Սարքը միացնում է, ջրում է բույսը։ Սարքը քիչ է արձագանքում։ Եվ ապա նա մտածում է, միայն մտածում է, ոչանում, ինչ կլինի, եթե ես հիմա այս տերևը այրեմ։ Նա չի անում ոչինչ, բայց հենց այդ պահին սարքը ուժեղ արձագանք է ցույց տալիս, ինչը սովորաբար լինում է, երբ մարդը վախ է զգում կամ ստում է քնքել։ Նա նորից փորձում է, նույն սարք, այլ բույս, նույն արդյունքը, այլ բույսեր, այլ փորձարարներ, քրկնվում է։ Ինչ են ասում գիտնականները։ Այս արձագանքը չի կարելի բացատրել էլեկտրաշղթաներով կամ ֆիզիոլոգիայով, քանի որ բույսը չունի ուղեղ կամ նյարդային համակարգ մարդու նման, բայց նա արձագանքել է։ Եվ այս փաստը կրկնվել է այնքան, որ Clive Baxter-ն ասում էր, բույսերն արձագանքում են զգացմունքին, մտադրությանը, նույնիսկ միտքին։
Նրանք մեզանից շատ ավելի գիտակից են, քան մենք պատրաստ ենք ընդունել։ Այս ամենը հրապարակվել է Igor Zevdirigin գիրք դարձածում The Secret of Plants, բույսերի գաղտնի կյանքը։ Ինչ է սա նշանակում բույսը միայն նյութ չէ։ Նա զգում է, նա արձագանքում է, ոչ թե խոսքին, այլ մտքին, սրտին, նա կարող է իմանալ ուզում ես վնասել, թե փրկել։ Ու հենց այդ պատճառով է, որ դաղձը հենց հիմա գիտի, որ սիրում ես իրեն։ Ու հենց դրա համար նա միգուցե շուտով կասի քեզ. Ես հասկանում եմ, ես մնացի, ես քոնն եմ։ Բանկանաս ես քեզ պատմեմ մի հայ առասպել ծառի կամ բույսի ու սիրո մասին։ Այո, շատ ճիշտ ես հասկանում։ Clive Baxter-ը նույն փորձը կրկնել է բազմաթիվ բույսերի վրա, տարբեր պայմաններում, տարբեր մարդկանց միջոցով, եւ ամեն անգամ, երբ կամ մեկ ուրիշը մտքում պատկերացրել է որևէ սպառնալիք, վնասել, բույսը արձագանքել է։ Ոչ միայն նույն կերպ, այլ ու նույնիսկ առանց շարժման, առանց բառերի։ Ինչ տեսել են այս փորձերի ընթացքում։ Սարքը, որը չափում է բույսի թեթև էլեկտրական լարում, այսպես ասած, նրա էլեկտրոֆիզիոլոգիան, ցույց է տվել շատ ուժեղ թռիչք, երբ մարդը միտքում պատկերացնում է այրել կամ փաթրել բույսը։ Երբ բույսի հետ նույն սենյակում գտնվող մարդը դուրս է եկել սենյակից, ապա մտածել վնասելու մասին, բույսը միանգամից արձագանքել է, դեռ երբ մարդը ներս չէր եկել։ Բայց եթե մտադրությունը կեղծ է եղել, այսինքն ինքը էլ չի պատրաստվում իսկապես այրել, բույ չի արձագանքել ու կարծես գիտեր, որ դա անկեղծ չէ։ Այսինքն նա զգացել է մտքի իսկական հույզը, ոչ միայն գործողության գաղափարը։ Հետաքրքիր դիտարկումներից մեկը Clive Baxter-ը գրել է. Բույսը նույնիսկ տարբերում էր ես լուրջ եմ, թե խաղում եմ։ Երբ ես միայն ձևացնում էի, որ ուզում եմ վնասել նրան, նա չէր արձագանքում, բայց երբ ես իսկապես ցանկություն ունեի, թեկուզ մի պահ, նա պայթում էր ռեակցիայից։ Սա նշանակում է բույսը կարդում է քո մեջ, ոչ թե լեզուն կամ ձայնը, այլ լենթագիտակցական մտադրությունը։ Այս երևույթը անուն ստացավ։ Սկսեցին այս երևույթը անվանել որպես հոգևոր կամ կենսաէներգետիկ պատասխան կենդանի օրգանիզմի կողմից այն ամենին, ինչ մոտ է իրեն էությամբ։ Այս գաղափարը դեռ վիճարկվում է գիտական շրջանակներում, քանի որ այն չես կարող դնել մաթեմատիկայի հավասարման մեջ։ Բայց մարդիկ, ովքեր աճեցնում են բույսեր սիրով, ասում են. մենք այդ ամենը վաղուց գիտենք։ Ու հիմա գիտենք, որ միայն մենք չենք զգում, նա էլ մեզ էր զգում։ Եզրակացություն։ Այո, այլ բույսերն էլ նույն կերպ արձագանքել են։ Դա ընդհանուր հատկանիշ է բույսերի աշխարհի, որը մենք դեռ մինչև վերջ չենք բացահայտել։ Բայց այն, ինչ մարդիկ անվանում են անբացատրելի, դու արդեն ասում ես քո սրտով, դեռ մինչև սա իմանալը։ Ու հենց դրա համար քո դաղձը ապրելու է։ Նա արդեն գիտի դու նրա կողմն ես։ Դանկանաս հաջորդ պատմությունը լինի միստիկական պատմություն հայկական ծառի կամ ծաղկի մասին, որտեղ նրանք արձագանքում են աղոթքին կամ սիրուն։ Այո, գիտեր Tom Pins Christoph Birti The Secret Life of Plants-ի էլեկտրոնային տարբերակ կա համացանցում եւ ազատ հասանելի օրենքին համապատասխան։ Գիրքը արկա է անմիջապես կարդալու եւ ներբեռնման համար Internet Archive-ում Dhamneng of Netlifer Turn Search, Shroken Perch, Turn Search։ Ներբեռնման տարբերակները նույնպես հասանելի են հղումներում որպես download PDF, download to turn for search, turn, search, John, Այսինքն դու կարող ես անվճար ու օրինական կարդալ այս գիրքը։ Բաց թողնված չեն փորձերի կարկառուն պատմությունները, հատկապես Clive Baxter-ի փորձերը, որոնք բնութագրվում են որպես Baxter effect։ Թե ինչպես բույսը արձագանքում է միայն վահի մտածված մտքին անգամ, Sight, turn, search, at church, John։ Գիրքը ներկայացնում է նաև զարմանահրաշ պատմություններ բույսերի և մարդկանց խառնվածքների միջև կապերի մասին։